Կասկածելով իր երեխաների վարքի փոփոխություններին, մի միլիոնատեր որոշում է պարզել, թե ինչ է տեղի ունենում իր սեփական տանը։ Անձնազոհ կերպով այգեպանի հագուստով նա ականատես է լինում կնոջ լուռ դաժանությանը երեխաների ամենօրյա տառապանքին։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա բացահայտում է իր իրական ինքնությունը բոլորի առաջ, բացելով մի ճշմարտություն, որը երբեք չի մոռացվի։ Արը մայր էր մտնում Երանի էլեգանտ երկնաքերերի վրա, երբ Գորգ Մենդոյանը իր Range Rover-ը կայանեց կենտրոնի առանձնատան ստորգետնյա ավտոտնակում։ Նա խորը հառաչեց, անջատելով շարժիչը։ 45 տարեկանում նա երկրի ամենահարգված գործարարներից էր, շինարարական ընկերության սեփականատեր, որը շենքեր էր կառուցում Շիրակից մինչ Սյունիք։ Սակայն այդ պահին նրա բետոնի պողպատի կայսրությունը ավելի քիչ էր կշռում, քան իր կրծքի անհանգստությունը։ Վերջին շաբաթներին իր տանը ինչ-որ այլ բան կար։ Ինչ-որ բան, որը նա չէր կարողանում անվանել, բայց զգում էր մթնոլորտում, ինչպես տհաճ բույր, որը մնում է նույնիսկ պատուհանները բացելուց հետո։ Հայրիկը եկավ, հայտարարեց նա, ժպիտ պարտադրելով իրեն, երբ մտավ գլխավոր դուռը։ Իտալական մարմար արտացոլում էր հուշարձանային ջահի ավստրիական բյուրեղների լույսը, բայց այն լռությունը, որով նրան դիմավորեցին, շփոթեցնող էր։ Սոֆյան, նրա 8-ամյա դուստրը, սովորաբար վազում էր նրա գրկին, հենց որ լսում էր նրա ձայնը։ Լուկասը, ընդամենը 3 տարեկան, սովորաբար հետում էր նրան, իր անշնորհ քայլերով անմիջական ծիծաղով։ Հիմա, ոչինչ։ Միայն իր սեփական քայլերի արձագանքը։ Կամիլան, տնային տնտեսուհին, ով տարիներ շարունակ աշխատում էր ընտանիքի հետ, հայտնվեց զուսպ։ Բարի երեկո, պարոն Գորգ։ Ընթրիքը կմատուցվի կես ժամից։ Տիկին Հեղինեն իր սենյակում է, պատրաստվում է։ Որտեղ են իմ երեխաները, Կամիլա։ Սոֆյան իր սենյակում է, սովորում է, պարոն։ Իսկ փոքրիկ Լուկասը դայակի հետ է։ Գորգը շրջեց հոնքերը։ Սոֆյան միշտ ջանասեր էր եղել, բայց սովորաբար դադար էր տալիս նրան դիմավորելու համար։ Իսկ Լուկասը, այդքան փոքր, արդեն այդ ժամին դայակի խնամքի տակ էր։ Նա բարձրացավ աստիճաններով դեպի դստեր սենյակը։ Զգուշորեն թակեց դուռը։ Սոֆյա, արքայադուստր։ Կարող եմ ներս մտնել։ Լռություն։ Մի քանի վայրկյան անց նա լսեց թեթ քայլեր, որոնք մոտենում էին, դուռը դանդաղ բացվեց։ Սոֆյան այնտեղ էր, բայց նրա ժպիտը, որը նախկինում նույնքան բնական էր, որքան արածակը, կարծես բեմադրված էր։ Բար, հայրիկ։ Նրա ձայնը գրեթե շշուկի պես դուրս եկավ։ Գորգը ծնկի իջավ, աղջկա աչքերի մակարդակին հավասարվելու համար։ Նա նկատեց ինչ-որ այլ բան դրանցում, մարած փայլ, որտեղ նախկինում ուրախության կայծեր կային։ Ինչպես անցավ քո օրը, իմ սեր։ Լավ էր։ Նա շեղեց հայացքը։ Ես տնային աշխատանք եմ անում։ Օգնության կարիք ունես։ Ոչ, շնորհակալություն։ Հեղինեն ասաց, որ պետք է սովորեմ ինքս ինձ հոգ տանել։ Հեղինե։ Ոչ թե մայրիկ կամ խորթ մայր։ Պարզապես Հեղինե։ Գորգը նկատեց փոփոխությունը, բայց չմեկնաբանեց։ Կարող եմ տեսնել Լուկասին ընտրելուց առաջ։ Սոֆյան մի պահ վարանեց, կարծես ուշադիր մտածում էր իր հաջորդ խոսքերի մասին։ Նա քնած է։ Հեղինեն ասաց, որ նրան կարգապահություն է պետք քնելու ժամին։ Երեկոյան 7-ին։ Սա տարօրինակ էր։ Լուկասը միշտ արթուն էր լինում մինչ ընթրիքից հետո, նրան քնեցնելու ծեսը հատուկ պահ էր, որը նրանք կիսում էին։ Նա համբուրեց դստեր ճակատը իջավ գլխավոր ննջասենյակ։ Հեղինեն նստած էր զարդասեղանի մոտ, զգուշորեն քսելով իր դիմահարդարումը։ 38 տարեկանում նա ապշեցուցիչ կին էր, բարձրահասակ, էլեգանտ, թափանցող կանաչ աչքերով, որոնք գրավել էին Գորգի ուշադրությունը առաջին հանդիպումից ի վեր, իր առաջին կնոջ մահից 2 տարի անց։ Բարի երեկո, սիրելիս։ Նա ժպտաց հայելու միջից։ Ինչպես անցավ հանդիպումը ներդրողների հետ։ Արդյունավետ։ Գորգը մոտեցավ։ Հեղինե, Լուկասն արդեն քնած է։ Դեռ 7-ն է։ Նա չընդհատեց իր ճշգրիտ շարժումները դիմահարդարման վրձինով։ Այո, ես նոր ռեժիմ եմ ներդրել։ Երեխաներին կառուցվածք է պետք, Գորգ։ Հատկապես հիմա, երբ ես նրանց մայրն եմ։ Նրանք շատ անկարգ էին։ Անկարգ։ Սոֆյան միշտ օրինակելի աղջիկ է եղել, իսկ Լուկասը ընդամենը երեխա է։
Հեղինեն վերջապես շրջվեց դեպի նրան, իր արտահայտությունը մեղմ էր, բայց աչքերը ամուր։ Սիրելիս, վստահիր ինձ։ Ես գիտեմ, թե ինչ եմ անում։ Դու ինքդ ասացիր, որ ուզում ես, որ ես ավելի շատ պատասխանատվություն ստանձնեմ երեխաների հետ, որպեսզի դու կարողանաս կենտրոնանալ բիզնեսի վրա։ Հենց դա էլ անում եմ։ Գորգը վարանեց։ Ճիշտ էր, որ նա ավելի շատ աջակցություն էր խնդրել երեխաների հետ, հատկապես հիմա, երբ շինարարական ընկերությունը ընդլայնվում էր դեպի Գեղարքունիք։ Բայց ինչ-որ բան ճիշտ չէր թվում։ Պարզապես ուզում էի տեսնել նրան քնելուց առաջ։ Վաղը կտեսնես։ Հիմա նրան հանգիստ է պետք։ Նա գեղեցիկ կերպով վեր կացավ։ Գնանք ընթրելով։ Խոհարարին խնդրել եմ պատրաստել այն օմարը, որը դու սիրում ես։ Ընթրիքի ժամանակ Գորգը դիտում էր Հեղինեին, թե ինչպես էր նա աշխույժ խոսում հաջորդ ամսին կազմակերպվելիք բարեգործական պարահանդեսի նախապատրաստությունների մասին։ Նա հիմնադրամի նախագահ էր, որն օգնում էր կարիքավոր երեխաներին, հեգնանք, որը նա այդ պահին չնկատեց։ Քնելու համար բարձրանալիս Գորգը շեղվեց դեպի Լուկասի սենյակը։ Նա անձայն բացեց դուռը, տեսավ քնած որդուն, նրա փոքրիկ դեմքը լուսավորված էր հրթիռի տեսքով մահճակալի լամպով։ Նա մոտեցավ, նկատեց ինչ-որ տարօրինակ բան, այն փափուկ արջուկը, որը Լուկասը սիրում էր, իր մահացած մոր նվերը, ոչ մի տեղ չկար։ Տղան երբեք առանց դրա չէր քնում։ Հաջորդ օրերին Գորգը սկսեց ավելի ուշադիր լինել։ Սոֆյան, նախկինում էքստրովերտ խոսող, այժմ հազիվ էր խոսում ուտելու ժամանակ։ Լուկասը շփոթված էր թվում, կարծես չէր հասկանում, թե ինչու է նրա առօրյան այդքան կտրուկ փոխվել։ Եվ ինչ-որ բան կար երեխաների հայացքներում, որոնք ուղղված էին Հեղինեին, դա սեր կամ հարգանք չէր, դա վախ էր։ Մի կեսօր, տուն ավելի շուտ գալով, նա լսեց լացի ձայնը խոհանոցից։ Նա հետեց ձայնին, գտավ Սոֆյային, ում մխիթարում էր մի երիտասարդ կին, ում նա անմիջապես չճանաչեց։ Ամեն ինչ լավ է, սիրելիս։ Ընդամենը բաժակ էր։ Պատահարներ լինում են։ Երիտասարդ կնոջ ձայնը մեղմ էր, մխիթարող։ Նրա ներկայությունը նկատելով երկուսն էլ սարսափեցին։ Պարոն Մենդոյան։ Երիտասարդ կինը արագ ուղղվեց։ Մենք ձեզ այդքան շուտ չէինք սպասում։ Իսկ դուք։ Լուիզա Սարգսյան, պարոն։ Ես այս շաբաթ սկսեցի։ Ես օգնում եմ մաքրության հարցում երեխաների հետ, երբ անհրաժեշտ է։ Սոֆյան արագ սրբեց արցունքները, փորձեց ժպտալ։ Հայրիկ, ես բաժակ կոտրեցի։ Դա պատահաբար էր։ Ամեն ինչ լավ է, արքայադուստր։ Ինչպես ասաց Լուիզան, պատահարներ լինում են։ Բայց դստեր հայացքում ինչ-որ բան խորապես անհանգստացրեց նրան։ Դա թեթացման հայացք էր, որ նա այնտեղ էր, կարծես նրա ներկայությունը պաշտպանություն էր։ Որտեղ է Հեղինեն։ Տիկին Մենդոյանը դուրս է եկել ճաշելու իր ընկերուհիների հետ։ Շուտով կվերադառնա, պատասխանեց Լուիզան, ավարտելով բեկորները մաքրելը։ Այդ գիշեր Գորգը չկարողացավ քնել։ Նա շրջվում էր անկողնում, դիտելով իր կողքին խաղաղ քնած Հեղինեին։ Նրա միտքը լի էր հարցերով։ Արդյոք նա բաներ էր պատկերացնում։ Արդյոք դա պարզապես բիզնեսի սթրեսն էր, որն ազդում էր իր դատողության վրա։ Նա որոշեց առավոտյան խոսել Հեղինեի հետ, բայց նա նրան համոզեց ամեն ինչի համար հնարավոր բացատրություններով։ Սոֆյան պարզապես ինտրովերսիայի փուլ էր անցնում, ինչը սովորական էր երեխաների մոտ նոր ամուսնությունից հետո։ Լուկասը հարմարվում էր ավելի կառուցվածքային առօրյային, որը օգտակար էր նրա զարգացման համար։ Ամեն ինչ կատարյալորեն ողջամիտ էր։ Բայց հաջորդ շաբաթ Սոֆյայի դպրոցից ստացված հեռախոսազանգը փոխեց ամեն ինչ։ Պարոն Մենդոյան, մենք անհանգստացած ենք Սոֆյայից։ Նա շատ է մեկուսացել, չի մասնակցում գործունեությանը, այսօր, ֆիզկուլտուրայի դասի ժամանակ, մենք նկատեցինք հետքեր նրա ձեռքերին։ Հարցին նա ասաց, որ աստիճաններից է ընկել, բայց… Գորգի արյունը սառեց։ Հետքեր։ Սոֆյան երբեք անշնորհք չէր եղել։ Հարցնելով Հեղինեին այդ մասին, նա պատասխանեց զսպված զայրույթով։ Խնդրում եմ, Գորգ։ Երեխաներն ընկնում են։ Երեխաները վնասվում են։ Եթե յուրաքանչյուր ծնողի դպրոց կանչեին քերծվածքի համար, ոչ ոք չէր աշխատի։ Բայց Սոֆյան երբեք այսպես չէր վնասվում։ Դե, գուցե դու նրան այդքան էլ լավ չէիր ճանաչում, ինչպես կարծում ես։ Դու միշտ չափազանց զբաղված էիր քո շենքերով ու հանդիպումներով։
Խոսքերը նրան հարվածեցին բռունցքի պես։ Ճիշտ էր, որ կնոջ կորստից հետո նա սուզվել էր աշխատանքի մեջ։ Բայց նա միշտ հավատում էր, որ հատուկ կապ է պահպանել իր երեխաների հետ։ Այդ գիշեր իր գրասենյակում Գորգը վերանայեց առանձնատան անվտանգության տեսախցիկները։ Ոչինչ կոմպրոմատային չկար, Հեղինեն կատարյալ խորթ մայր էր թվում, երբ գիտեր, որ իրեն դիտում են։ Բայց դա միայն մեծացրեց նրա անվստահությունը։ Նա պետք է տեսներ ճակատից այն կողմ, պետք է իմանար, թե ինչ էր կատարվում, երբ նա ներկա չէր։ Հենց այդ ժամանակ էր, որ նրա մտքում մի ծրագիր սկսեց ձևավորվել։ Կտրուկ ծրագիր, գուցե նույնիսկ խելագար, բայց որը կարող էր բացահայտել ճշմարտությունը։ Նրան օգնություն էր պետք, զգույշ նախապատրաստություն, ամենից առաջ քաջություն, դիմակայելու այն ամենին, ինչ նա կբացահայտեր։ Գորգ Մենդոյանը, հզոր գործարարը, ով սովոր էր ամեն ինչ վերահսկել, երբեք չէր պատկերացրել, որ իր ամենամեծ մարտահրավերը կլինի պարզելը, թե ինչ էր կատարվում իր սեփական տանը։ Ուրբաթ առավոտը պարզ էր կենտրոն թաղամասում, երբ մի միջին տարիքի տղամարդ, անսափրելի մորուքով, պարզ հագուստով, անցավ Մենդոյանների առանձնատան դարպասներով։ Նա կրում էր մաշված գործիքների արկղ, քայլում էր ուսերի թեթ կորությամբ, շատ տարբեր այն անթերի կեցվածքից, որը սովորաբար ցուցադրում էր Գորգ Մենդոյանը։ Բարի առավոտ, պարոն Անդրանիկ։ Ես Ռուբենն եմ, նոր այգեգործը։ Գործակալությունն է ինձ ուղարկել։ Շիրակի շեշտադրումը համոզիչ էր հնչում, հայելու արթ ժամերով պարապելու արդյունքը։ Անվտանգության աշխատակիցը, ով երբեք չէր տեսել տիրոջը առանց իր իտալական կոստյումի, չճանաչեց Գորգին քողարկման տակ։ Այո, տիկին Մենդոյանը նշել էր, որ նոր մարդ կգա։ Կարող եք ներս մտնել։ Հակոբը, գլխավոր այգեգործը, ամեն ինչ ցույց կտա ձեզ։ Գորգը թեթացած շունչ քաշեց, անցնելով այն այգիներով, որոնք ինքն էր նախագծել տարիներ առաջ։ Ծրագիրն ընթանում էր։ Պաշտոնապես, գործարար Գորգ Մենդոյանը վանաձորում էր երկար գործնական ուղղորության, շինարարական ընկերության ընդլայնումը դեպի Լոռիի մարզ։ Իրականում նա բնակվել էր մի համեստ հյուրանոցում մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղից ամեն առավոտ դուրս էր գալիս իր քողարկմամբ։ Նրա վստահելի ընկերը, դերասան Պողոս Ռանգելյանը, պատասխանատու էր զանգերին պատասխանելու տեսակոնֆերանսներին մասնակցելու համար, կարծես ինքը լիներ, օգտագործելով իր գրասենյակի նույնական պատճենը, որը հատուկ կեղծիքի համար էր ստեղծվել։ Նույնիսկ Հեղինեն էր խաբվել նախորդ գիշերվա տեսազանգի ժամանակ։ Պարոն Ռուբեն, բարի գալուստ։ Հակոբը, 60-ամյա մի տղամարդ, ով տասնամյակներ շարունակ աշխատում էր կալվածքում, նրան դիմավորեց ժպիտով։ Ես ցույց կտամ ձեզ, թե որտեղ ենք պահում գործիքները, կբացատրեմ առօրյան։ Ամբողջ օրը Գորգն աշխատում էր այգիներում, դիտելով առանձնատունը այնպիսի անկյուններից, որոնք նախկինում երբեք չէր դիտարկել։ Հեռվից նա տեսավ Սոֆիային, ով դուրս էր գալիս դպրոց, իր տարիքի երեխայի համար չափազանց լուրջ դեմքով։ Նա նկատեց, թե ինչպես Հեղինեն ժպտաց ձեռքով արեց դստերին վարորդի առջ, բայց նրա ժպիտն անմիջապես անհետացավ, երբ մեքենայի դուռը փակվեց։ Այս նոր տիկինը բարդ է, տեսնում եք, Հակոբը մրմնջաց ցածր ձայնով, թփերը հատելիս։ Նա Մարիամ տիկնոջ նման չէ, թող Աստված նրան լույսի մեջ պահի։ Գորգը կրծքի մեջ ցավ զգաց, լսելով իր մահացած կնոջ անունը։ Ինչպես է բարդ։ Ահ, այդ բաները մենք նկատում ենք։ Շատ պահանջկոտ, գիտեք։ Ամեն ինչ պետք է լինի իր ձով։ Իսկ երեխաները դե, ես երբեք փոքրիկ Սոֆիային այդքան լուրջ չեմ տեսել։ Կեսօրին, երբ նա ջրում էր խոհանոցի պատուհանի մոտի բույսերը, Գորգը նկատեց Լուիզային, ով մխիթարում էր Լուկասին, ով լուր լացում էր։ Տղան մատնացույց էր անում պահարանի վերը, որտեղ մի փափուկ արջուկ, հենց այն, որն անհետացել էր, դրված էր նրա հասանելիությունից դուրս։ Չեմ կարող, իմ սեր, լսվում էր Լուիզայի մեղմ ձայնը։ Քո մայրիկն ասաց, որ դու կարող ես արջուկը հետ ստանալ միայն այն ժամանակ, երբ սովորես չմիզել անկողնում։ Գորգի արյունը եռաց։ Լուկասը ընդամենը 3 տարեկան էր։ Կատարյալ նորմալ էր, որ նա դեռ գիշերային պատահարներ ուներ։ Նա դժվարությամբ զսպեց իրեն, չմտնելու անմիջապես Հեղինեին դիմակայելու համար։ Հաջորդ օրերին Ռուբենը դարձավ մշտական ներկայություն առանձնատան այգիներում։ Աշխատասեր զուսպ, նա հազվադեպ էր ուշադրություն գրավում, դառնալով գրեթե անտեսանելի, հենց այնպես, ինչպես պլանավորել էր։ Այս անտեսանելիությունը թույլ տվեց նրան ականատես լինել տեսարանների, որոնք նա երբեք չէր տեսնի որպես Գորգ Մենդոյան։ Նա տեսավ Հեղինեին, ով բղավում էր Սոֆիայի վրա, գիրքը դարակից դուրս թողնելու համար։
Կարծում ես, որ մենք ծառաներ ունենք քո խառնաշփոթը հավաքելու համար։ Քո տարիքում ես արդեն լվանում, արթուկում եփում էի։ Աղջիկը, դողալով, անընդհատ ներողություն էր խնդրում։ Նա ականատես եղավ, թե ինչպես Լուկասին անտեսում էին, երբ նա գրկել էր խնդրում, Հեղինեն անհամբերորեն հեռացնում էր նրան։ Գնա խաղա, Լուկաս։ Չես տեսնում, որ զբաղված եմ։ Միշտ ուշադրություն է ուզում հենց քո հայրիկի նման։ Բայց հինգշաբթի օրը, էլեգանտ ճաշի ժամանակ, որը Հեղինեն առաջարկում էր իր բարեգործական շրջանակի ընկերուհիներին, Գորգն ականատես եղավ մի բանի, որը նրան իսկապես սարսափեցրեց։ Երեխաներին հակիրճ ներկայացրել էին, որպես մոդելային ընտանիքի կատարյալ հրեշտակներ։ Սոֆյան ֆրանսերեն բանաստեղծություն արտասանեց, ստանալով հյուրերի գովեստը, մինչդեռ Լուկասը լուռ մնաց քրոջ կողքին, ակնհայտորեն վախեցած։ Հեղինե, ինչպիսի սիրելի երեխաներ։ Դու հրաշքներ գործեցիր նրանց հետ այդքան կարճ ժամանակում, մեկնաբանեց տիկիններից մեկը։ Դա պարզապես կարգապահության հարց է, սիրելիս։ Երեխաները բույսերի պես են, նրանց կառուցվածք է պետք, ուժեղ աճելու համար։ Հեղինեն ժպտաց, նվիրված խորթ մոր կատարյալ կերպարը։ Երեխաների հեռանալուց հետո Գորգը, ով աշխատում էր տերասին մոտ գտնվող այգում, լսեց խոսակցության շարունակությունը։ Մեր միջ, Հեղինեն իջեցրեց ձայնը, դա հեշտ չէր։ Աղջիկը վայրի էր, հոր կողմից փչացած։ Իսկ տղան։ Մի փոքրիկ բռնակալ։ Բայց ես հավատում եմ ավանդական մեթոդներին։ Մի լավ ապտակը երբեք ոչ ոքի չի սպանել։ Ընկերուհիները նյարդայնորեն ծիծաղեցին, մինչդեռ Գորգը զգաց, թե ինչպես է իր մարմինը սառչում։ Ապտակներ։ Իր երեխաներին։ Իսկ Գորգը թույլ տալիս է, հարցրեց կանանցից մեկը։ Հեղինեն հաշվարկված ծիծաղեց։ Գորգը չափազանց զբաղված է Հայաստանը կառուցելով տնային մանրամասների մասին անհանգստանալու համար։ Նա ինձ լիազորություն է տվել երեխաներին դաստիարակելու այնպես, ինչպես ես լավագույնն եմ համարում։ Եվ, անկեղծ ասած, նա նույնիսկ չի նկատում տարբերությունը։ Այդ գիշեր, իր հյուրանոցային սենյակում, Գորգը հազիվ էր կարողանում զսպել զայրույթի մեղքի արցունքները։ Ինչպես էր նա նախկինում չնկատել։ Ինչպես էր նա թույլ տվել, որ դա տեղի ունենա։ Պատասխանը ցավալիորեն պարզ էր, իր բացակայությունը, Հեղինեի հանդեպ իր կույր վստահությունը, նրա կողմից պահպանվող կատարյալ ճակատից այն կողմ տեսնելու անկարողությունը։ Հաջորդ օրը, իր վերնաշապկի գրպանում թաքնված փոքրիկ ձայնագրիչով զինված, Ռուբենը վերադարձավ աշխատանքի։ Նա վճռական էր հավաքել Հեղինեի չարաշահումների կոնկրետ ապացույցներ, նախքան նրան դիմակայելը։ Առավոտյան 10-ի սահմաններում, երբ նա աշխատում էր երաժշտական սենյակի պատուհանի մոտ, լսեց, թե ինչպես է Հեղինեն դաս տալիս Սոֆյային։ Ոչ, ոչ, ոչ։ Դու նվագում ես սկսնակի պես։ Հեղինեն ուժգին հարվածեց սեղանին։ Դաշնամուրը գիրք էր, որը Սոֆյան ժառանգել էր իր կենսաբանական մորից։ Կներեք, Հեղինե։ Նորից կփորձեմ։ Ինձ Հեղինե մի անվանիր։ Ես հիմա քո մայրն եմ, հասկանում ես։ Քո մայրը։ Բայց Սոֆյայի ձայնը դողաց։ Ապտակի ձայնը կտրեց օդը։ Գորգը գրեթե գցեց իր գործիքները։ Առանց, բայցի։ Քո մայրն արդեն հեռացել է, այլս չի վերադառնա։ Որքան շուտ ընդունես դա, այնքան լավ բոլորիս համար։ Այդ պահին Լուիզան մտավ սենյակ։ Կներեք, տիկին։ Կարող եմ հյութ մատուցել Սոֆյային։ Նա վաղուց է սովորում։ Ոչ ոք քո կարծիքը չի հարցրել, Լուիզա։ Հեղինեի ձայնը սառն էր։ Սոֆյան պետք է սովորի, որ կատարելությունը զոհողություն է պահանջում։ Երբ նա ամբողջ կտորը նվագի առանց սխալների, կարող է ջուր խմել։ Ոչ թե հյութ, այլ ջուր։ Բայց տիկին, նա ընդամենը երեխա է։ Եվս մի խոսք, դու փողոցում ես։ Հասկանում ես։ Գորգը լսեց Լուիզայի քայլերը, որոնք հեռանում էին, որին հաջորդում էր դաշնամուրի նորից սկսվելու ձայնը, որը երբեմն ընդհատվում էր Հեղինեի կոշտ քննադատություններով։ Կեսօրին, երբ Հեղինեն դուրս եկավ հանդիպման, Գորգն օգտվեց առիթից, մոտենալու Լուիզային, ով մատուցում էր երեխաների ճաշը հետնամուտքի պատշգամբում։ Տիրուհին միշտ այսպես է, պատահական հարցրեց նա, ծածնելով, թե զննում է մի մագլցող բույս։ Լուիզան նյարդայնորեն շուրջը նայեց, նախքան պատասխանելը։ Ոչ միշտ։ Միայն երբ պարոն Մենդոյանը այստեղ չէ։ Այդ ժամանակ է, որ ամեն ինչ սրվում է։
Իսկ երեխաները։ Ինչպես են նրանք դա տանում։ Սոֆյան ուժեղ է, գիտեք։ Ինչպես կարող է, պաշտպանում է եղբորը։ Բայց նա ավելի ու ավելի է մեկուսանում։ Իսկ փոքրիկ Լուկասը երբեմն կարծում եմ, որ նա մոռացել է, թե ինչպես ժպտալ։ Գորգը կոկորդում կուլ զգաց։ Իսկ ոչ ոք ոչինչ չի անում։ Ինչ անել։ Տիկին Մենդոյանը կապեր ունի ամբողջ Երանում։ Մի խոսք նրանից, ոչ ոք այլս չի վարձի մեզ։ Բացի այդ, ով կհավատա։ Նա հասարակության կատարյալ տիկին է, բարեգործական միջոցառումների կազմակերպիչ։ Լուիզան հառաչեց։ Բայց ես չեմ հանձնվում։ Անում եմ, ինչ կարող եմ երեխաների համար։ Ինչպես է այդ։ Ես ուտելիք եմ պահում, երբ նա նրանց առանց ընթրիքի է թողնում։ Մխիթարում եմ, երբ նրանք թաքուն լացում են։ Երբեմն նույնիսկ ուղղակի հրամաններ եմ խախտում, նրանց պաշտպանելու համար։ Լուիզան տխուր ժպտաց։ Ես չեմ կարող փոխել նրանց աշխարհը, բայց կարող եմ լինել բարության այդ կղզին փոթորկի մեջ։ Այդ պահին Գորգը գիտեր, որ դաշնակից է գտել։ Նա չէր կարող բացահայտել իր ինքնությունը, բայց գուցե կարող էր հույս դնել Լուիզայի օգնության վրա, երբ գա Հեղինեին դիմակայելու պահը։ Շաբաթվա մնացած օրերին նա շարունակեց ապացույցներ հավաքել։ Նա ձայնագրեց Հեղինեին, ով հեռախոսով ընկերուհուն խոստովանում էր, որ վախն ավելի լավ է գործում, քան սերը երեխաների դաստիարակության մեջ։ Նա փաստաթղթավորեց, թե ինչպես էր նա մանիպուլացնում արտաքինը, վերածվելով կատարյալ խորտ մոր, երբ հյուրեր էին լինում կամ երբ նա տեսազանգով խոսում էր Գորգի հետ։ Վճռորոշ պահը եկավ, երբ իր քողարկման երկրորդ շաբաթում նա գտավ Սոֆիային, ով թաքուն լացում էր հետնամուտքի այգում։ Ինչ եղավ, փոքրիկ, մեղմ հարցրեց նա, պահպանելով Շիրակի շեշտադրումը։ Սոֆիան վարանեց, բայց այգեգործի բարությունը ստիպեց նրան վստահել։ Այսօր իմ մայրիկի ծննդյան օրն է։ Իմ իսկական մայրիկի։ Ես նրա համար նկար էի արել, ինչպես ամեն տարի։ Նա ցույց տվեց մի ճմրթված թուղթ։ Բայց Հեղինեն գտավ։ Սոֆիան չկարողացավ ավարտել։ Գորգը դողացող ձեռքերով վերցրեց թուղթը։ Դա երկար մազերով կնոջ գունավոր նկար էր, շրջապատված սրտերով, որի վրա գրված էր. «Սիրում եմ քեզ, մայրիկ։ Կարոտում եմ»։ Այն կիսով չափ պատրված էր, կպչուն ժապավենով ամրացված։ Այդ պահին Գորգ Մենդոյանը որոշում կայացրեց։ Ժամանակն էր վերջ դնել քողարկմանը դիմակայել Հեղինեին։ Նրա երեխաները չափազանց շատ էին տառապել, չափազանց երկար։ Այգեգործ Ռուբենը կատարել էր իր առաքելությունը, ժամանակն էր, որ հայրը վերադառնար։ Ուրբաթ առավոտը լուսացավ լարված մթնոլորտով Մենդոյանների առանձնատանը։ Հեղինեն հայտարարել էր կարևոր բարեգործական ճաշի մասին, որը պետք է տեղի ունենար հենց այնտեղ, որին ներկա կլինեին Երանի հասարակության մի քանի նշանավոր դեմքեր։ Ըստ նրան, դա կլիներ կատարյալ հնարավորություն, աշխարհին ցույց տալու մեր կառուցած օրինակելի ընտանիքը։ Գորգը, դեռ Ռուբենի դերում, հանձնարարված էր պատրաստել այգին միջոցառման համար։ Մինչ նա աշխատում էր արի տակ, նրա միտքը մշակում էր վերջնական ծրագիրը։ Իր սեփական տանը գրեթե 2 շաբաթ թաքնվելուց հետո նա բավարար ապացույցներ ուներ Հեղինեի վատ վերաբերմունքի մասին։ Իր գրպանում եղած ձայնագրիչը պարունակում էր ժամերով բացահայտող խոսակցություններ, աշխատողների վկայություններ։ Պարոն Ռուբեն։ Լուիզայի մեղմ ձայնը ընդհատեց նրա մտքերը։ Նա մոտեցավ մի բաժակ ջրով։ Այսօր շատ շոգ է։ Շնորհակալություն, օրիորդ։ Գորգը վերցրեց բաժակը, պահպանելով Շիրակի շեշտադրումը։ Լուիզան շուրջը նայեց, համոզվելու համար, որ միայնակ են։ Հեղինեն այսօր անհնար է։ Ասաց, որ եթե ճաշը կատարյալ չլինի, հետանքներ կլինեն։ Հետանքներ։ Երեխաների համար։ Նա միշտ նրանց օգտագործում է որպես փոխանակման միջոց, գիտեք։ Եթե ինչ-որ բան սխալ է գնում, նրանք են վճարում։ Լուիզան հառաչեց։ Սոֆիան ներսում է, փորձում է, թե ինչ է ասելու հյուրերին։ Խեղճիկը մի ամբողջ ելույթ է անգիր արել այն մասին, թե որքան երջանիկ է իր նոր մայրիկի հետ։ Իսկ տղան։ Լուկասը թաքնված է իր սենյակում։ Նա հյութ է թափել Հեղինեի առանձնացրած հագուստի վրա, նա զայրացավ։ Լուիզան ավելի ցածրացրեց ձայնը։ Նորից նրա արջուկը աղբամանը գցեց։ Գորգի արյունը եռաց։ Այդ արջուկը վերջին նվերն էր, որ Մարիամը տվել էր որդուն մահանալուց առաջ։
Դա Լուկասի ամենաթանկարժեք իրն էր։ Կարողացաք վերականգնել։ Լուիզան գլխով արեց։ Միշտ կարողանում։ Սպասում եմ, մինչ նա դուրս գա, հետ եմ վերցնում։ Կարծում եմ, նա արդեն նկատել է, բայց ծածնում է, թե չգիտի։ Դա դաժան խաղի պես է։ Իսկ պարոն Մենդոյանը։ Չի։ Զանգահարում երեխաների մասին իմանալու համար Գորգը փորձեց, ցանկանալով հասկանալ, թե ինչպես է Լուիզան դիտարկում իրավիճակը։ Նա ամեն օր զանգահարում է, բայց Հեղինեն միշտ հեռախոսը բարձրախոսով է դնում։ Երեխաները չեն կարող ասել, թե ինչ է իրականում կատարվում։ Լուիզան գլխով շարժեց։ Գիտեք, ես չպետք է վատ խոսեմ տիրոջ մասին, բայց կարծում եմ, որ նա պետք է ավելի ուշադիր լինի։ Ինչպես է այդքան խելացի մարդը չի նկատում, որ ինչ-որ բան սխալ է։ Խոսքերը Գորգին ապտակի պես հարվածեցին։ Նա բացարձակապես ճիշտ էր։ Գուցե նա հիմա նկատի, մրմնջաց նա ցածր ձայնով։ Ինչպես է այդ։ Ոչինչ, օրիորդ։ Պարզապես բարձրաձայն մտածում եմ։ Լուիզան մի պահ դիտեց այգեգործին։ Նրա մեջ ինչ-որ ծանոթ բան կար, ինչ-որ բան նրա հայացքում, երբ նա խոսում էր երեխաների մասին։ Գիտեք, պարոն Ռուբեն, երբեմն կարծում եմ, որ այս երեխաներին հրաշք է պետք։ Գուցե հրաշքն ավելի մոտ է, քան կարծում եք, առեղծվածային պատասխանեց Գորգը։ Առանձնատան ներսում ճաշի նախապատրաստությունները լիովին ընթանում էին։ Վարձված խոհարարները զբաղեցնում էին խոհանոցը, ծաղկավաճառները դասավորում էին տպավորիչ ծաղկային կոմպոզիցիաներ, Հեղինեն արծվի աչքերով վերահսկում էր ամեն ինչ։ Սոֆիա։ Արի այստեղ հիմա, նրա ձայնը արձագանքեց տանը։ Աղջիկը արագ հայտնվեց, գրելով մուգ կապույտ պաշտոնական զգեստ։ Այո, Հեղինե, ուզում եմ ասել, մայրիկ։ Քո մազերը խճճված են։ Ես արդեն ասել եմ, որ ուզում եմ դրանք կատարյալ դասավորված տեսնել այսօրվա համար։ Հեղինեն բռնեց մի խոզանակ, սկսեց Սոֆիայի մազերը քաշել անհարկի ուժով։ Եվ հիշիր, ինչ էինք խոսել։ Երբ մարդիկ հարցնեն մեր ընտանիքի մասին, դու կասես, որ ես շատ երջանիկ եմ, դու աշխարհի լավագույն մայրն ես, մեխանիկորեն արտասանեց Սոֆիան։ Իսկ եթե ինչ-որ մեկը հարցնի քո կենսաբանական մոր մասին։ Սոֆիան կուլ տվեց։ Կասեմ, որ կարոտում եմ նրան, բայց Աստված ինձ օրհնել է նոր հրաշալի մայրով։ Հենց այդպես։ Իսկ Լուկասը։ Նա կասի, որ շատ է սիրում քեզ, որ աշխարհի ամենաերջանիկ տղան է։ Հեղինեն ժպտաց, գող։ Կատարյալ։ Դուք այդքան խելացի երեխաներ եք, երբ ջանք եք գործադրում։ Նրա քաղցրացած տոնը հակադրվում էր այն ուժին, որը նա դեռ կիրառում էր խոզանակի վրա։ Եվ եթե դուք այսօր լավ պահեք ձեզ, գուցե ես թույլ տամ, որ դուք երեկոյան խոսեք ձեր հայրիկի հետ առանց բարձրախոսի։ Սոֆիայի աչքերը կարճ ժամանակով լուսավորվեցին, առաջին անկեղծ արտահայտությունը, որը նա ցուցադրեց օրերով։ Կեսօրին առաջին հյուրերը սկսեցին գալ։ Գործարարներ, քաղաքական գործիչներ, հայտնիներ, Երանի հասարակության ընտրանին ներկա էր։ Հեղինեն նրանց դիմավորում էր որպես կատարյալ տիրուհի, շողշողուն իր դիզայներական զգեստով։ Ռուբենը զուսպ աշխատում էր գլխավոր սրահին մոտ գտնվող ծաղկաթմբերում, ռազմավարական դիրքով, միջոցառումը բաց ֆրանսիական դռներից դիտելու համար, շոկի պատճառով։ Նա տեսավ, թե ինչպես Հեղինեն ներկայացրեց Սոֆիային Լուկասին հյուրերին, ցուցադրելով նրանց որպես գավաթներ։ Երեխաները ժպտացին, կատարեցին իրենց դերերը կատարյալորեն, թե Գորգը կարող էր տեսնել վախը որդու աչքերում, երբ Հեղինեն ձեռքը դրեց նրա ուսին, ոչ թե քնքշանքի ժեստ, այլ լուր հիշեցում այն մասին, թե ինչ կլիներ, եթե նա ձախողեր։ Ճաշի ժամանակ, որը մատուցվում էր մեծ տերասում, այգիների տեսարանով, ամեն ինչ կարծես ընթանում էր Հեղինեի ծրագրի համաձայն։ Հյուրերը գովաբանում էին ուտելիքը, դեկորացիան, հատկապես նրա կառուցած կատարյալ ընտանիքը։ Հեղինե, դու օրինակ ես բոլորիս համար, մեկնաբանեց սենատորի կինը։ Երկու երեխա վերցնել նրանց փոքրիկ հրեշտակների վերածել։ Դա պետք է շատ գոհացուցիչ լինի։ Դա իմ ամենամեծ հպարտությունն է, պատասխանեց Հեղինեն, ժպտալով, մինչդեռ նրա կատարյալ մատնահարդարված եղունգները քնքշորեն շոյում էին Սոֆիայի տեսանելի ճնշմամբ միայն նրանց համար, ովքեր ուշադիր էին դիտում։ Հենց այդ ժամանակ էր, որ անխուսափելին տեղի ունեցավ։ Լուկասը նստած քրոջ կողքին, ձգվեց իր հյութի բաժակը վերցնելու համար, շարժման ընթացքում գցեց մի բաժակ գինի, որը կոտրվեց մարմարե հատակին։ Լռությունն անմիջական էր։
Հեղինեի դեմքը վայրկյանի կեսում փոխվեց, զայրույթի կայծ, որն անմիջապես տեղի տվեց հասկացող ժպիտի։ Պատահարներ լինում են, ասաց նա հյուրերին, բայց նրա աչքերը շատ այլ հաղորդագրություն էին փոխանցում տղային։ Լուկասը սկսեց տեսանելիորեն դողալ, Սոֆյան բռնեց նրա ձեռքը սեղանի տակից։ Լուիզա, անմիջապես մաքրիր դա, հրամայեց Հեղինեն։ Մինչ Լուիզան ծնկի էր իջնում բեկորները հավաքելու համար, Հեղինեն օգտվեց հյուրերի շեղումից Լուկասի ականջին շշնջալու համար։ Դու ավելի ուշ կզղջաս դրա համար, անշնորհք։ Գորգը, ամեն ինչ դիտելով, զգաց, թե ինչպես է իր սիրտը սեղմվում։ Իր գրպանում եղած ձայնագրիչը գրանցեց յուրաքանչյուր խոսք, բայց այդ պահին նա հասկացավ, որ այլս ապացույցների կարիք չունի։ Ժամանակն էր գործել։ Կեսօրին, հյուրերի հեռանալուց հետո, Հեղինեն հավաքեց աշխատողներին գլխավոր սենյակում։ Միջոցառումը հաջող էր, բայց եղան անընդունելի ձախողումներ։ Նրա տոնը սառն էր։ Լուիզա, ինչու էր փոքրիկ Լուկասը հյութով։ Ես հատուկ հրամայել էի, որ նա միայն ջուր խմի։ Կներեք, տիկին։ Կարծեցի, որ նա ծարավ է։ Քեզ չեմ վճարում որևէ բան կարծելու համար, ընդհատեց Հեղինեն։ Քո գործառույթն է հետել հրամաններին։ Սա պաշտոնական նախազգուշացում է։ Եվս մեկ սխալ, դու հեռացված ես։ Բայց տիկին, նա ընդամենը երեխա է, Լուիզան համարձակվեց պնդել։ Մի երեխա, ով պետք է կարգապահություն սովորի։ Հեղինեն մոտեցավ, սպառնալից։ Եվ դու խոչընդոտում ես իմ մայրական իշխանությանը։ Ամբողջ հարգանքով, տիկին, այն, ինչ դուք անում եք, կարգապահություն չէ, այլ դաժանություն։ Ծանր լռություն ընկավ սենյակում։ Մյուս աշխատողները նայեցին հատակին, խուսափելով ներգրավվելուց։ Հեղինեն ցնցված էր թվում աշխատակցուհու համարձակությունից։ Դու հեռացված ես։ Հիմա։ Հավաքիր քո իրերը դուրս արի իմ տանից 15 րոպեի ընթացքում։ Լուիզան չնահանջեց։ Երեխաներին պետք է մեկը, ով պաշտպանի նրանց։ Երեխաներն այժմ իմն են, շշնջաց Հեղինեն։ Եվ նրանց պետք չէ մի միջամտող աղախին։ Դուրս։ Եվ կարող ես մոռանալ ցանկացած հղումի մասին։ Ես անձամբ կապահովեմ, որ դու այս քաղաքի ոչ մի պարկեշտ տանը չաշխատես։ Հենց այդ պահին էր, որ Գորգը, դեռ Ռուբենի հագուստով, մտավ սենյակ։ Կարծում եմ, ոչ, Հեղինե։ Բոլորը շրջվեցին, զարմացած այգեգործի միջամտությունից։ Հեղինեն շրջեց հոնքերը։ Ինչ է սա նշանակում։ Ով թույլ տվեց քեզ այստեղ մտնել։ Անդրանիկ։ Նա կանչեց անվտանգության աշխատակցին։ Գորգը մեկ քայլ առաջ արեց, հանելով իր գլխարկը կեղծ մորուքը։ Պետք չէ ոչ ոքի կանչել, Հեղինե։ Ես իմ սեփական տանն եմ։ Ցնցումը տեսանելի էր բոլորի դեմքին, հատկապես Հեղինեի դեմքին, ով անմիջապես գունատվեց։ Աշխատողները ապշած էին նայում, չհավատալով, որ վերջին 2 շաբաթվա լուր այգեգործը իրականում տերն էր։ Գորգ։ Ինչ է սա նշանակում։ Դու պետք է Վանաձորում լինեիր։ Հեղինեն կակազեց, կորցնելով իր հանգստությունը։ Ես երբեք երանից չեմ հեռացել, Հեղինե։ Վերջին 2 շաբաթն անցկացրել եմ դիտելով, թե ինչպես ես վերաբերվում իմ երեխաներին, երբ կարծում ես, որ ոչ ոք չի տեսնում։ Սա անհեթեթություն է։ Դու խելագարվել ես։ Քողարկվել որպես ծառա քո սեփական տանը։ Ոչ, Հեղինե։ Խելագարություն կլիներ շարունակել թույլ տալ, որ դու վատ վերաբերվես Սոֆյային Լուկասին։ Գորգը գրպանից հանեց ձայնագրիչը։ Ամեն ինչ գրանցված է այստեղ։ Յուրաքանչյուր ճիչ, յուրաքանչյուր սպառնալիք, դաժանության յուրաքանչյուր պահ։ Հեղինեն փորձեց վերականգնել վերահսկողությունը։ Գորգ, սիրելիս, դու ամեն ինչ սխալ ես մեկնաբանում։ Կարգապահությունը դաժանություն չէ։ Ես պարզապես։ Բավական է ստերից։ Գորգի ձայնը շանթի պես հնչեց սենյակում։ Կարգապահությունը երեխային նվաստացնել չէ։ Դա նրան ուտելիքից զրկել չէ։ Դա նրա մահացած մոր հետ ունեցած վերջին կապը կործանել չէ։ Նրա ձայնը թուլացավ այս կետում։ Սա չարաշահում է, Հեղինե։ Եվ վերջ։ Այդ պահին Լուիզան նկատեց ինչ-որ բան աստիճանների վերում։ Սոֆյան այնտեղ էր, բռնած եղբոր ձեռքը, երկուսն էլ լայն բացված աչքերով դիտում էին տեսարանը։ Հայրիկ։ Սոֆյայի ձայնը ընդամենը շշուկ էր։
Իսկապես դու ես։ Եվ առաջին անգամ շաբաթներ շարունակ անկեղծ ժպիտ լուսավորեց Գորգ Մենդոյանի դեմքը։ Հայրիկ։ Սոֆյան վազելով իջավ աստիճաններով, Լուկասը հենց հետից իր փոքրիկ ոտքերը սայթաքելով աստիճաններին։ Գորգը բացեց իր գրկերը, ծնկի իջնելով նրանց դիմավորելու համար։ Հարվածը գրեթե գցեց նրան, երբ երեխաները նետվեցին նրա գրկին, կառչելով նրանից, ինչպես խեղդվողները փայտի կտորից։ Դու վերադարձար։ Դու իսկապես վերադարձար, Սոֆյան կրկնում էր հեկեկալով, իր դեմքը հոր ուսին թաղված։ Լուկասը ոչինչ չէր ասում, պարզապես ուժեղ սեղմում էր Գորգի պարանոցը, կարծես վախենում էր, որ նա կարող է նորից անհետանալ։ Հոր օծանելիքի ծանոթ բույրը կարծես հանգստացնում էր նրան, նույնիսկ խառնաշփոթի մեջ։ Հեղինեն դիտում էր տեսարանը, իր աչքերում զայրույթի հաշվարկի խառնուրդով։ Նրա մատները սեղմում էին սեղանի եզրը այնքան ուժեղ, որ մատների հոդերը սպիտակել էին։ Երեխաներ, փորձեց նա, իր ձայնը հանկարծ քաղցրացնելով։ Ինչու՞։ Չեք գնում վեր, խաղալու, մինչ ես ձեր հայրիկը խոսում ենք։ Այստեղ պետք է թյուրիմացություն լինի։ Ոչ մի թյուրիմացություն չկա, ամուր պատասխանեց Գորգը, դեռ գրկած իր երեխաներին։ Եվ նրանց պետք չէ հեռանալ։ Այս խոսակցությունը նրանց է վերաբերում այնքան, որքան մեզ։ Հեղինեի դեմքը մի ակնթարթում կոշտացավ, բայց նա արագ վերականգնեց իր վերահսկվող արտահայտությունը։ Գորգ, եկեք ողջամիտ լինենք։ Այն, ինչ դու արեցիր, ամբողջովին անհեթեթ է։ Լրտեսել քո սեփական կնոջը։ Քողարկվել որպես ծառա։ Սա հոգեպես կայուն մարդու պահվածք է։ Մի փորձի շրջել իրավիճակը, Հեղինե։ Գորգը վեր կացավ, Լուկասին գրկած, մինչ Սոֆյան կառչած էր նրա ոտքից։ Ես բավականաչափ տեսա։ Բավականաչափ լսեցի։ Եվ կոնկրետ ինչ ես կարծում, որ տեսար։ Հեղինեն խաչացեց ձեռքերը, պաշտպանողական դիրք ընդունելով։ Մի խորթ մայր, ով փորձում է սահմանափակումներ դնել երեխաների վրա, ովքեր ակնհայտորեն դրանց կարիքն ունեն։ Մեկը, ով փորձում է կարգ ու կանոն բերել մի տուն, որտեղ երեխաներն անում էին, ինչ ուզում էին։ Կարգ ու կանոն։ Գորգի ձայնը բարձրացավ, բայց նա խորը շունչ քաշեց, զսպելով իրեն երեխաների պատճառով։ Դուք կարգ ու կանոնը ես անվանում 8-ամյա երեխային առանց ընթրիքի թողնելը, որովհետև նա բաժակ է գցել։ Կամ 3-ամյա տղայի արջուկը թաքցնելը, որպես պատիժ անկողինը թրջելու համար։ Սա կարգապահություն չէ, Հեղինե։ Սա դաժանություն է։ Հեղինեն անհուն ծիծաղեց։ Դու միշտ չափազանց մեղմ ես եղել նրանց հետ, Գորգ։ Դրա համար էլ նրանց ամուր ձեռք էր պետք։ Ամուր ձեռք։ Գորգը պաշտպանողաբար սեղմեց Լուկասին կրծքին։ Դու իրավունք չունեիր։ Ես ամբողջ իրավունքն ունեի, ընդհատեց Հեղինեն, բարձրացնելով ձայնը։ Դու ինձ դրեցիր նրանց մոր դերում։ Դու ասացիր, որ վստահում ես ինձ, նրանց մեծացնելու համար, մինչ դու ընդլայնում էիր քո բիզնեսը։ Թե արդեն մոռացել ես դա։ Աշխատողները անշարժ մնացին, արձանների պես, դիտելով առճակատումը։ Լուիզան մեկ քայլ առաջ արեց, բնազդաբար մոտենալով երեխաներին։ Ես քեզ վստահեցի նրանց սիրելու համար, ինչպես ես եմ սիրում նրանց, պատասխանեց Գորգը, իր ձայնն այժմ ցածր վերահսկվող էր։ Ոչ թե նրանց ահաբեկելու համար։ Ոչ թե նրանց մոր հիշատակը ջնջելու համար։ Ահ, իհարկե։ Սուրբ Մարիամը։ Հեղինեն գրեթե թքեց անունը։ Ամեն ինչ միշտ վերադառնում է նրան, չէ՞։ Քո կատարյալ առաջին սերը, կատարյալ մայրը, կատարյալ կինը։ Ինչպես կարող էի ես մրցել ուրվականի հետ։ Մի պահ լռություն տիրեց սենյակում։ Գորգը նայեց Հեղինեին, կարծես նրան առաջին անգամ էր տեսնում։ Ուրեմն սա է ամեն ինչ, դանդաղ հարցրեց նա։ Նախանձ։ Դու վատ վերաբերվեցիր իմ երեխաներին Մարիամի հանդեպ նախանձի պատճառով։ Հեղինեն ուղղակի չպատասխանեց։ Փոխարենը, նրա դեմքը ստացավ հաշվարկված արտահայտություն, նա փոխեց ռազմավարությունը։ Գորգ սիրելիս, նրա ձայնը կտրուկ մեղմացավ, գուցե ես որոշ պահերին մի փոքր խիստ եմ եղել։ Ես դա ընդունում եմ։ Բայց մենք խոսում ենք մեկուսացված դեպքերի մասին, որոնք դու չափազանցնում ես։ Նա մեկ քայլ արեց դեպի նրան։ Մենք կարող ենք լուծել դա։ Մենք կարող ենք գնալ ընտանեկան թերապևտի մոտ։ Ես կարող եմ փոխել իմ մոտեցումը։
Սոֆյան ավելի ուժեղ սեղմեց հոր ոտքը, մասամբ թաքնվելով նրա հետում, երբ Հեղինեն մոտեցավ։ Այս փոքրիկ ժեստը Գորգին ասաց այն ամենը, ինչ նա պետք է իմանար։ Ոչ, Հեղինե։ Վերջ։ Ինչ։ Վերջ։ Մեր ամուսնությունը, այս կեղծիքը, ամեն ինչ։ Գորգն այժմ զարմանալիորեն հանգիստ էր։ Ես արդեն կապվել եմ իմ փաստաբանի հետ։ Ամուսնալուծության փաստաթղթերն արդեն պատրաստվում են։ Հեղինեի դեմքը աղավաղվեց զայրույթի արտահայտությամբ, որը նա այլևս չկարողացավ զսպել։ Դու չես կարող դա անել ինձ հետ։ Գիտես, թե ով եմ ես այս քաղաքում։ Գիտես, թե ինչ նվաստացում կպատճառի դա ինձ։ Պետք է մտածեիր դրա մասին նախքան իմ երեխաների կյանքը դժոխքի վերածելը։ Քո երեխաները։ Հեղինեն դառնորեն ծիծաղեց։ Իսկապես կարծում ես, որ դու ներկա հայր էիր, Գորգ։ Դու նրանց տեսնում էիր, ինչ, օրական 1 ժամ։ Երբեմն նույնիսկ ոչ դա։ Շաբաթներով գործնական ուղղությունների էիր մեկնում։ Ով ես կարծում, որ խնամում էր նրանց այս ամբողջ ժամանակ։ Վատ վերաբերվելը խնամել չէ, միջամտեց Լուիզան, չկարողանալով զսպել իրեն։ Իսկ պարոն Գորգը միշտ սիրող հայր է եղել, նույնիսկ հեռվից։ Այս տան բոլորը գիտեն դա։ Հեղինեն թունավոր հայացք նետեց աշխատակցուհուն։ Դու պետք է կռահեի, որ դու ներգրավված կլինեիր դրանում։ Հավանաբար նրա գլուխը կերակրել ես իմ մասին ստերով։ Ինձ օգնություն պետք չեկավ ճշմարտությունը տեսնելու համար, Հեղինե, պատասխանեց Գորգը։ Բավական էր ներկա լինել, դիտել։ Եվ այն, ինչ տեսա, բավական էր։ Հեղինեն թակարդում էր թվում, բայց դեռ չէր ցանկանում հանձնվել։ Իսկ հիմա, ինչ։ Դու ինձ դուրս կհանես իմ սեփական տանից։ Դու կփչացնես իմ հեղինակությունը, հիմնվելով անօրինական ձեռք բերված ձայնագրությունների վրա։ Սա քո տունը չէ, հանգիստ պատասխանեց Գորգը։ Երբեք չի եղել։ Իսկ քո հեղինակության վերաբերյալ դա կախված կլինի բացառապես նրանից, թե ինչպես դու կլուծես այս իրավիճակը։ Նա նշանակալի դադար տվեց։ Ես ավելի քան բավարար ապացույցներ ունեմ քո պահվածքի մասին, Հեղինե։ Ես կարող եմ դրանք հրապարակել կամ գործը գաղտնի պահել։ Ընտրությունը քոնն է։ Ենթադրյալ սպառնալիքը կախված էր օդում։ Հեղինեն բավականաչափ խելացի էր հասկանալու համար, թե ինչ էր վտանգված։ Նրա դիրքը հասարակության մեջ, նրա աշխատանքը բարեգործական հիմնադրամի հետ, նրա խնամքով կառուցված կերպարը, ամեն ինչ կարող էր փլուզվել։ Որքան ժամանակ ունեմ հեռանալու համար, վերջապես հարցրեց նա, իր ձայնը սառն էր։ Մինչ օրվա վերջ։ Մեքենա կսպասի, ձեզ հյուրանոց տանելու համար։ Ձեր անձնական իրերը կուղարկվեն ավելի ուշ։ Գորգն այժմ ոչ մի հույս չէր ցուցադրում։ Կամիլան կուղեկցի ձեզ, մինչ դուք կհավաքեք ձեր իրերը։ Հեղինեն վերջին հայացք նետեց երեխաներին, ովքեր տեսանելիորեն կծկվեցին։ Մի պահ նրա աչքերում զղջման նման մի բան անցավ, բայց այն արագ փոխարինվեց անտարբերությամբ։ Դու կզղջաս դրա համար, Գորգ։ Ոչ մի կին չի ցանկանա ստանձնել քո խնդրահարույց երեխաներին, երբ իմանան, թե ինչպես ես վերաբերվում քո կանանց։ Ես նախընտրում եմ մենակ մնալ կյանքիս մնացած մասը, քան նորից իմ երեխաներին ենթարկել քեզ նման մեկին, պարզապես պատասխանեց նա։ Հեղինեն բացեց բերանը, կարծես ավելին էր ուզում ասել, բայց փոխեց միտքը։ Վերջին սառը հայացքով նա շրջվեց բարձրացավ աստիճաններով, հետից Կամիլան։ Երբ նա անհետացավ վերին հարկում, Գորգը վերջապես արտաշնչեց այն օդը, որը նույնիսկ չէր նկատել, որ պահում էր։ Նա նորից ծնկի իջավ, իր երեխաների մակարդակին հավասարվելու համար։ Ամեն ինչ լավ է հիմա, մրմնջաց նա, գրկելով նրանց։ Ամեն ինչ լավ է։ Հայրիկն այստեղ է, ոչ մի տեղ չի գնա։ Սոֆյան նայեց նրան, արցունքոտ աչքերով։ Դու գիտեիր, չէ՞։ Դրա համար էլ քողարկվեցիր որպես Ռուբեն։ Գորգը գլխով արեց։ Ես զգում էի, որ ինչ-որ բան ճիշտ չէ։ Որ դուք երջանիկ չէիք։ Բայց ինձ պետք էր ինքս տեսնել, թե ինչ էր կատարվում, երբ ես մոտակայքում չէի։ Դրա համար էր, որ դու ինձ հետ խոսեցիր այգում, հարցրեց Սոֆյան, հիշելով այն պահերը, երբ այգեգործը բարի էր նրա հետ։ Այո, արքայադուստր։ Ես ուզում էի ձեր մոտ լինել, պաշտպանել ձեզ, նույնիսկ եթե դուք չգիտեիք, որ ես եմ։ Լուկասը, ով մինչ այդ լուռ էր մնացել, վերջապես խոսեց։
Ռուբենը իմ արջուկը հետ բերեց։ Գորգը ժպտաց, պայքարելով արցունքների դեմ։ Այո, չեմպիոն։ Եվ ոչ ոք այլս չի վերցնի քո արջուկը քեզանից։ Խոստանում եմ։ Մյուս աշխատողները սկսեցին զուսպ ցրվել, ընտանիքին որոշակի գաղտնիություն տալով։ Միայն Լուիզան մոտ մնաց, նրա դեմքը արտացոլում էր թեթացման հույզերի խառնուրդ։ Գորգը նայեց նրան երեխաների գլխից վեր։ Շնորհակալություն, պարզապես ասաց նա։ Նրանց պաշտպանելու համար, երբ ես չկարողացա։ Լուիզան գլխով շարժեց։ Ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ արել, պարոն։ Պարզապես այն, ինչ կաներ ցանկացած պարկեշտ մարդ։ Ոչ, Գորգը չհամաձայնեց։ Դու վտանգեցիր քո աշխատանքը, քո հեղինակությունը։ Դա շատ ավելին է, քան մեծամասնությունը կաներ։ Նա դադար տվեց։ Եվ, խնդրում եմ, ինձ Գորգ անվանիր։ Թեթ կարմրություն գունավորեց Լուիզայի այտերը, ով շեղեց հայացքը, շփոթված։ Պահը ընդհատվեց Լուկասի կողմից, ով քաշեց հորթը։ Հեղինեն կվերադառնա, հարցրեց նա, վախն ակնհայտ էր իր մանկական ձայնում։ Ոչ, իմ սեր։ Գորգը համբուրեց նրա գլխի վերը։ Հեղինեն չի վերադառնա։ Երբեք։ Սոֆյան նայեց հորը իր տարիքից ավելի լուրջությամբ։ Դու մեզ ստեցիր։ Ասացիր, որ Ռուբենն ես։ Գորգը հառաչեց։ Այո, արքայադուստր։ Ես ստեցի, դրա համար ներողություն եմ խնդրում։ Դա սխալ էր, նույնիսկ եթե իմ մտադրությունը ձեզ պաշտպանելն էր։ Նա ուղիղ նայեց դստեր աչքերին։ Խոստանում եմ, որ այլս երբեք չեմ ստի ձեզ։ Սոֆյան մի պահ մտածեց, ապա լրջորեն գլխով արեց։ Լավ։ Բայց դու պետք է նա խոստանաս, որ այլս այդքան չես ճանապարհորդի։ Ես խոստանում եմ։ Պատասխանն անմիջական անկեղծ էր։ Այսուհետ դուք իմ թիվ 1 առաջնահերթությունն եք։ Դրսից մեքենայի հեռանալու ձայն լսվեց, հեղինեն վերջին անգամ լքում էր Մենդոյանների առանձնատունը։ Ոչ ոք չշարժվեց պատուհանից նայելու կամ հրաժեշտ տալու համար։ Փոխարենը, Գորգը վեր կացավ, դեռ գրկած Լուկասին, ձեռքը մեկնեց Սոֆիային։ Ինչպես կլինի մի բան ուտելը։ Կարծում եմ, սոված եք։ Սոֆյան ժպտաց, շաբաթների ընթացքում առաջին անկեղծ ժպիտը։ Կարող ենք պաղպաղակ ուտել ընթրիքից առաջ։ Այսօր, Գորգը պատասխանեց աչքով անելով, կարող ենք անել այն ամենը, ինչ ուզում ենք։ Մինչ ընտանիքը գնում էր խոհանոց, Լուիզան նրանց դիտում էր զուսպ ժպիտով։ Փոթորիկն անցել էր, բայց վերակառուցումը երկար գործընթաց կլիներ։ Կային վերքեր բուժելու, վստահություն, վերականգնելու։ Բայց տեսնելով Գորգին երեխաների հետ, նա գիտեր, որ նրանք միասին կհաղթահարեն։ Այն, ինչ նրանցից ոչ ոք չնկատեց, փոքրիկ առարկան էր, որը հեղինեն դիտավորյալ գցեց աստիճաններին հեռանալիս, մի ֆլեշ գրիչ, որը պարունակում էր տեղեկություններ, որոնք նա համարում էր իր ապահովագրությունը։ Հիմնական մարտը կարող էր ավարտվել, բայց Հեղինե Պրադոն այնպիսին չէր, ով հեշտությամբ ընդունում էր պարտությունները։ Եվ մինչ նրա մեքենան հեռանում էր առանձնատնից, նա արդեն պլանավորում էր իր հաջորդ քայլը։ 3 ամիս էր անցել Հեղինեի դրամատիկ հեռանալուց Մենդոյանների առանձնատնից։ Սկզբում երկու կողմերի փաստաբանները կատաղի պայքար էին մղում կուլիսներում։ Հեղինեն սպառնում էր բացահայտել Գորգի բիզնեսում ենթադրյալ անկանոնություններ, տեղեկություններ, որոնք նա հավաքել էր ամուսնության ընթացքում։ Ի պատասխան, նա պահում էր վատ վերաբերմունքի ձայնագրությունները, որպես իր սեփական զենք։ Ի վերջո, գերակշռեց լուր համաձայնությունը, Հեղինեն կստանար առատաձեռն ֆինանսական փոխհատուցում, պայմանով, որ նա կստորագրի գաղտնիության պայմանագիր կպարտավորվի այլս երբեք չփորձել կապ հաստատել երեխաների հետ։ Նրա նման մեկի համար փողն ավելի բարձր խոսեց, քան վրեժը։ Թղթերը ստորագրելուց 1 շաբաթ անց նա մեկնեց Եվրոպա, որտեղ, ըստ հասարակական թերթերի, նա սկսում էր նոր գլուխ իր բարեգործական կարիերայում։ Վերնագրերի հետում թաքնված ճշմարտությունը քիչ էր Կարոր Մենդոյանների ընտանիքի համար, կարևորն այն էր, որ նա հեռու էր։ Առանձնատանը կյանքը աստիճանաբար նոր ռիթմ գտավ։ Գորգը կտրուկ կրճատել էր իր գործնական ուղղությունները վերակազմակերպել իր օրակարգը, ամեն օր նախաճաշին ընթրիքին ներկա լինելու համար։ Կարոր հանդիպումները հետաձգվում էին, եթե դրանք համընկնում էին դպրոցական ներկայացումների կամ երեխաների բժշկական այցելությունների հետ։ Շինարարական ընկերությունը շարունակում էր զարգանալ, բայց այժմ գործադիր տնօրենով, ով հասկանում էր, որ իր ամենամեծ նախագիծը իր ընտանիքը վերակառուցելն էր։
Մի առոտ շաբաթ առավոտյան առանձնատան այգին հատկապես աշխույժ էր։ Մեծ մանգոյի ծառի տակ սեղան էր դրված, զարդարված գունավոր փուչիկներով տնական տորթով։ Լուկասը դառնում էր 4 տարեկան, առաջին անգամ երկար ժամանակ հետո նա իսկապես երջանիկ էր թվում։ Հայրիկ, տես, թե ինչ եմ արել։ Տղան վազում էր մարգագետնով, ցուցադրելով մի թղթե ինքնաթիռ, որը ինքն էր ծալել, Սոֆիայի օգնությամբ։ Վաու, հրաշալի է, չեմպիոն, Գորգը ծափահարեց, հպարտությամբ դիտելով որդուն։ Սոֆիան, այժմ 9 տարեկան, նստած էր սեղանի մոտ, օգնելով Լուիզային դասավորել քաղցրավենիքները։ Նրա դեմքը վերականգնել էր իր գույնը, ժպիտը, նախկինում այդքան հազվադեպ, նորից հաճախակի էր դարձել։ Կարծում ես չափազանց շատ շոկոլադե գնդակներ եմ դրել, քննադատաբար վերլուծեց աղջիկը իր աշխատանքը։ Լուիզան ժպտաց։ Շոկոլադե գնդակներ երբեք չափազանց շատ չեն լինում, Սոֆիա։ Լուիզայի ընտանիքի միջ հարաբերությունները զգալիորեն փոխվել էին վերջին ամիսներին։ Հեղինեի հեռանալուց հետո Գորգը պաշտոնապես բարձրացրել էր Լուիզային տնային տնտեսուհուց տան տնային կառավարչի պաշտոնին, զգալիորեն ավելի բարձր աշխատավարձով նոր պարտականություններով։ Բայց գործնականում նրա դերը շատ ավելի կարևոր էր, նա դարձել էր մշտական մխիթարող ներկայություն երեխաների համար, Սոֆիայի համար վստահելի ընկերուհի, Լուկասի համար մայրական կերպար։ Պարոն Գորգ, տորտն արդեն պատրաստ է, որպեսզի մենք երգենք ծննդյան երգը, երբ ցանկանաք, հայտարարեց Կամիլան, դուրս գալով խոհանոցից մի սկուտեղ աղի խմորեղենով։ Կարծում եմ, կարող ենք մի փոքր սպասել։ Դեռ մի քանի հյուրեր կան, պատասխանեց նա, նայելով ժամացույցին։ Խնջույքը փոքր էր մտերմիկ, ընդամենը մի քանի դպրոցական ընկերներ, շինարարական ընկերության մի քանի աշխատողների երեխաներ ընտանիքը։ Գորգը որոշել էր, որ այդպես ավելի լավ է, անվտանգ միջավայր, որտեղ Լուկասը կարող էր իսկապես զվարճանալ առանց բարդ սոցիալական միջոցառման ճնշման, ինչպես հեղինեն էր սովորաբար կազմակերպում։ Սոֆիան մոտեցավ հորը, նստելով նրա կողքին այգու նստարանին։ Հայրիկ, կարծում ես, մայրիկը երջանիկ կլիներ, տեսնելով մեզ հիմա։ Գորգը ձեռքը դրեց դստեր ուսերին։ Նա խրախուսել էր երեխաներին բացահայտ խոսել Մարիամի մասին, պահպանելով նրա հիշատակը լուսանկարների պատմությունների միջոցով։ Բացարձակապես վստահ եմ, արքայադուստր։ Քո մայրը միշտ ուզել է տեսնել ձեզ երջանիկ, ամենից առաջ։ Սոֆիան գլխով արեց, մտածկոտ։ Երբեմն ես երազում եմ նրա մասին։ Երազում, նա ժպտում է։ Նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ, մեկնաբանեց Գորգը, զգալով կարոտի ծանոթ ցավը։ Եվ դու ժառանգել ես այդ ժպիտը նրանից։ Այգու մյուս կողմում Լուիզան զուսպ դիտում էր տեսարանը, դասավորելով խնջույքի վերջին մանրամասները։ Ինչ-որ բան կար նրանում, թե ինչպես էր նա նայում Մենդոյանների ընտանիքին, քնքշանքի հարգալից հեռավորության խառնուրդ։ Նա գիտեր իր տեղը, բայց չէր կարող շղթել, որ այդ ամիսների ընթացքում նա հատուկ սեր էր զարգացրել բոլորի հանդեպ։ Գորգը նույնպես նկատել էր այդ դինամիկան։ Մի քանի անգամ նա բռնվել էր, դիտելով Լուիզային, երբ նա չէր նկատում այն մեղմձը, որով նա խոսում էր երեխաների հետ, նրա անմիջական ծիծաղը, այն արժանապատվությունը, որով նա կատարում էր իր աշխատանքը։ 32 տարեկանում Լուիզա Սարգսյանը ուժեղ կին էր, ով նվաճել էր նրա հարգանքը այնպիսի ձերով, որոնք նա երբեք չէր պատկերացնի։ Զանգի ձայնը ընդհատեց նրա մտքերը։ Լուկասը աշխույժ վազեց դեպի տուն։ Պետրոսիկն է պետք է լինի, բղավեց տղան, նկատի ունենալով իր դպրոցի լավագույն ընկերոջը։ Սպասիր, Լուկաս։ Թող Անդրանիկը նախ պատասխանի, կանչեց Գորգը, վեր կենալով որդուն հետելու համար։ Բայց դրան մոտ Պետրոսիկը չէր։ Դա մի էլեգանտ տիկին էր, մոխրագույն մազերով անթերի կեցվածքով, տիկին Կլարա Սարգսյանը, Լուիզայի մայրը։ Բարի առավոտ, պարոն Մենդոյան, պաշտոնապես ողջունեց նա։ Հուսով եմ, չեմ խանգարում։ Բնավ, տիկին Կլարա։ Ներս եկեք, խնդրում եմ։ Լուիզան հետում է, օգնում է խնջույքի նախապատրաստություններին։ Տիկինը ներս մտավ, գրելով գունավոր փաթեթ։ Նվեր եմ բերել ծննդյան տղայի համար։ Լուիզան այնքան է խոսում այդ փոքրիկ տղայի մասին, որ կարծես ճանաչում եմ նրան։ Գորգը ժպտաց, նրան այգի տանելով։ Վստահ եմ, որ Լուկասը կսիրի։ Եվ ուրախ եմ, որ եկաք։ Լուիզան շատ լավ է խոսում ձեր մասին։ Իսկապես։ Տիկին Կլարան հետաքրքրությամբ դիտեց նրան։ Նա շատ լավ է խոսում ձեր մասին երեխաների, իհարկե։
Ինչ-որ բան կար տիկնոջ տոնի մեջ, որը Գորգին հանկարծակի դիտարկված զգացնել տվեց, կարծես նա գնահատում էր իր մտադրությունները։ Նախքան նա կկարողանար պատասխանել, նրանք հասան այգի, որտեղ Լուիզան լայն բացեց աչքերը, տեսնելով մորը։ Մայրիկ, չգիտեի, որ այդքան շուտ կգաս։ Կարծեցի ավելի լավ է գալ մյուս հյուրերից առաջ, օգնելու համար, պատասխանեց տիկին Կլարան, համբուրելով դստերը։ Ապա շրջվեց դեպի Լուկասը, ով հետաքրքրությամբ դիտում էր նոր ժամանածին։ Եվ դու պետք է ծննդյան տղան լինես։ Շնորհավոր ծնունդդ, իմ սիրելի։ Լուկասը ամաչկոտ ժպտաց, ընդունելով նվերը շշնջացող շնորհակալությամբ։ Երբ մյուս հյուրերը սկսեցին գալ, խնջույքը կենդանացավ։ Երեխաները վազում էին այգում, մեծահասակները զրուցում էին փոքր խմբերում, մթնոլորտը անկեղծ ուրախության էր։ Լուկասը, շրջապատված ընկերներով նվերներով, կարծես իր կյանքի լավագույն օրն էր ապրում։ Ծննդյան երգի ժամանակ Գորգը լի սրտով դիտում էր իր ընտանիքը։ Սոֆյան, եղբոր կողքին, օգնում էր նրան փչել մոմերը։ Լուկասը, իր անատամ ժպիտով, ոգորված ծափահարում էր։ Եվ Լուիզան, մի փոքր հեռու, ամեն ինչ ձայնագրում էր իր տված տեսախցիկով, նրա դեմքը լուսավորված մի ուրախությամբ, որը կարծես արտացոլում էր հենց ընտանիքի ուրախությունը։ Տորթից հետո, երբ երեխաները ցրվեցին նորից խաղալու, Գորգը պահ գտավ, մոտենալու Լուիզային։ Շնորհակալություն այս ամենի համար, ասաց նա, մատնացույց անելով կատարյալ կազմակերպված խնջույքը։ Դու հրաշալի աշխատանք կատարեցիր։ Լուիզան ժպտաց, կարգավորելով տեսախցիկը ձեռքերում։ Դա նվազագույնն է, ինչ կարող էի անել։ Տեսնել Լուկասին այդքան երջանիկ արդեն բավարար հատուցում է։ Դա միայն այսօրվա համար չէ։ Դա ամեն ինչի համար է։ Գորգը վարանեց, գիտակցելով, որ իրենց դիտում է տիկին Կլարան հեռվից։ Այս վերջին ամիսներին դու էական ես եղել մեզ համար։ Լուիզան անհարմար թվաց գովեստից, շեղելով հայացքը։ Ես պարզապես իմ աշխատանքն եմ անում, պարոն։ Գորգ, նա մեղմորեն ուղղեց նրան։ Կարծում էի, մենք արդեն հաղթահարել ենք այդ ձականությունը։ Դժվար է հին սովորությունները փոխել, պատասխանեց նա ամաչկոտ ժպիտով։ Հատկապես մայրիկիս մոտ լինելով։ Նա շատ ավանդապաշտ է։ Գորգը նայեց տիկին Կլարային, ով ձացրեց, թե չի դիտում խոսակցությունը։ Նա հիանալի տիկին է թվում։ Այո, այդպես է։ Միայնակ մեծացրեց 4 երեխաներին, երբ հայրս լքեց մեզ։ Ամբողջ կյանքում տնային տնտեսուհի է աշխատել, մեզ կրթություն տալու համար։ Լուիզան խոսեց ակնհայտ հպարտությամբ։ Կարծում եմ, նրանից եմ ժառանգել երեխաներին պաշտպանելու այդ ցանկությունը։ Հիմա հասկանում եմ, թե որտեղից է գալիս քո ուժը։ Գորգը դադար տվեց, քաջություն հավաքելով այն բանի համար, ինչ ուզում էր ասել հաջորդը։ Լուիզա, ինչ-որ բան կա, որի մասին մտածում եմ, ինչ-որ բան, որի մասին կցանկանայի խոսել քեզ հետ, երբ համապատասխան պահ ունենանք։ Լուիզայի հայացքը հանդիպեց նրանին, լուռ հարց իր մուգ աչքերում։ Հայրիկ։ Արի։ Տես, թե ինչ է արել Սոֆյան։ Լուկասի ձայնը ընդհատեց պահը, Գորգը ներողություն խնդրող ժպիտով հեռացավ։ Կեսօրը հաճելիորեն անցավ։ Երբ վերջին հյուրը հրաժեշտ տվեց, Լուկասն արդեն քնած էր հյուրասենյակի բազմոցին, հոգնած այդքան խաղից։ Սոֆյան օգնում էր հավաքել նվերների թղթերը, մինչդեռ Լուիզան տիկին Կլարան դասավորում էին խոհանոցը։ Գորգը քնած որդուն տարավ իր սենյակը, փոխեց նրա հագուստը, զգուշորեն ծածկեց նրան։ Դրեց փափուկ արջուկը, այժմ մաքուր վերականգնված, նրա կողքին համբուրեց նրա ճակատը։ Շնորհավոր ծնունդդ, իմ փոքրիկ, շշնջաց նա։ Վերադառնալով հյուրասենյակ, նա գտավ Սոֆյային, ով թերթում էր լուսանկարների ալբոմը։ Սրանք մայրիկի նկարներն են, բացատրեց նա, ցույց տալով Մարիամի պատկերը, ով գրկած էր փոքրիկ Սոֆյային։ Գտա պահարանի հատակին։ Գորգը նստեց դստեր կողքին, ձեռքը դնելով նրա ուսերին։ Նա գեղեցիկ էր, չէ՞։ Այո, Սոֆյան համաձայնեց։ Կարծում եմ, երբեք չեմ մոռանա նրա դեմքը։ Եվ չպետք է, պատասխանեց Գորգը։ Քո մայրը միշտ կլինի քո մի մասը, մեր մի մասը։ Սոֆյանս մի քանի էջ շրջեց, ապա հանկարծակի հարցրեց. Հայրիկ, դու սիրում ես Լուիզային, չէ՞։ Հարցը Գորգին անակնկալի բերեց։ Իհարկե, սիրում եմ։ Նա հրաշալի մարդ է։ Ոչ, ուզում եմ ասել իսկապես սիրել։ Ինչպես դու սիրում էիր մայրիկին։ Գորգը զգաց, թե ինչպես է իր դեմքը տաքանում։
Ինչու։ Ես դա հարցնում, արքայադուստր։ Սոֆյան ուսերը թոթվեց այդ մանկական խորաթափանցությամբ, որը երբեմն վախեցնում էր։ Որովհետև դու նրան այլ կերպ ես նայում։ Եվ նա նույնպես քեզ այլ կերպ է նայում։ Այլ կերպ ինչպե՞ս։ Ինչպես հեռուստանովելներում։ Սոֆյան ժպտաց։ Եվ դա լավ կլիներ, գիտես։ Լուիզան լավն է։ Հեղինեի պես չէ։ Նա իսկապես հոգ է տանում մեր մասին։ Գորգը մի պահ լուռ մնաց, մտածելով դստեր խոսքերի մասին։ Զարմանալի էր, թե ինչպես էին երեխաները կարողանում այդքան պարզ տեսնել որոշ բաներ։ Սոֆյա, նույնիսկ եթե ես այդպես սիրում եմ Լուիզային, դա չի նշանակում, որ նա նույնն է զգում։ Եվ բացի այդ, դա բարդ կլիներ։ Նա մեզ մոտ է աշխատում։ Սոֆյան փակեց լուսանկարների ալբոմը։ Մեծահասակները միշտ ամեն ինչ բարդ են համարում։ Բայց երբեմն դա բավականին պարզ է։ Նա վեր կացավ, հորանջելով. Գնամ քնեմ։ Բարի գիշեր, հայրիկ։ Բարի գիշեր, արքայադուստր։ Գորգը գրկեց նրան մտածկոտ։ Սոֆյայի վեր բարձրանալուց հետո նա մնաց սենյակում, մտածելով իրենց ունեցած խոսակցության մասին։ Ի վերջո նա վեր կացավ, գնաց խոհանոց, որտեղ գտավ Լուիզային, ով ավարտում էր վերջին իրերը դնելը։ Ձեր մայրը արդեն գնացել է, հարցրեց նա։ Այո, Անդրանիկը նրան տուն տարավ։ Նա շատ հավանեց խնջույքը։ Լուիզան ժպտաց, փակելով պահարանը։ Իսկ Լուկասը։ Երջանիկ քնած է։ Հրեշտակի պես։ Կարծում եմ, դա նրա լավագույն ծննդյան օրն էր։ Ուրախ եմ։ Լուիզան սկսեց արձակել իր գոգնոցը։ Եթե այլս ոչինչ պետք չէ, ես նույնպես կգնամ հանգստանալու։ Իրականում, Գորգը վարանեց։ Ժամանակ կունենաք։ Այդ խոսակցության համար, որը նշեցի ավելի շուտ։ Լուիզան կանգ առավ, ձեռքերը դեռ գոգնոցի կապի վրա։ Իհարկե։ Նրանք շարժվեցին դեպի հետնամուտքի պատշգամբ, որտեղ գարնանային գիշերը հաճելիորեն տաք էր։ Այգու լույսերը ստեղծում էին հարմարավետ մթնոլորտ, հեռվում Երանի հորիզոնը փայլում էր աստղերի գորգի պես։ Դա ձեր աշխատանքի մասին է այստեղ, սկսեց Գորգը, զգուշորեն ընտրելով բառերը։ Հասկանում եմ։ Լուիզայի դեմքը մի փոքր փակվեց։ Եթե ինչ-որ բան կա, որը ես ճիշտ չեմ անում։ Ոչ, դա բնավ այդպես չէ, Գորգը մեղմորեն ընդհատեց նրան։ Իրականում, դա հակառակն է։ Դուք եղել եք արտասովոր։ Ավելին, քան կարող էինք ակնկալել։ Լուիզան մի փոքր թուլացավ, բայց դեռ մտահոգ էր թվում։ Ինչ ուզում եմ ասել, այն է, որ դուք դարձել եք շատ ավելին, քան այս ընտանիքի աշխատող, Լուիզա։ Դուք հիմա նրա մի մասն եք։ Երեխաները ձեզ պաշտում են։ Ես։ Նա դադար տվեց, քաջություն հավաքելով։ Ես խորապես հիանում եմ ձեզանով։ Լուիզայի աչքերը թեթակի լայնացան, նրա այտերը նուրբ կարմրեցին։ Պարոն։ Գորգ, ես պարզապես արեցի այն, ինչ կաներ ցանկացած բարի սիրտ ունեցող մարդ։ Ոչ, նա ամուր չհամաձայնեց։ Ոչ ոք չի վտանգի իր աշխատանքը, պաշտպանելու համար երեխաներին, ում հազիվ էր ճանաչում։ Ոչ ոք չի վերականգնի տրավմատիզացված տղայի վստահությունը կամ չի դառնա մորը կորցրած աղջկա վստահելի ընկերուհին։ Դուք հատուկ եք, Լուիզա։ Եվ ես կցանկանայի ուսումնասիրել ձեզ ավելի լավ ճանաչելու հնարավորությունը։ Լուիզան նայեց նրան, պահերով անխոս թվալով։ Գիտեմ, որ դա բարդ է, շարունակեց նա։ Դուք այստեղ եք աշխատում, մեր միջ սոցիալական տարբերություն կա, գուցե դուք նույնիսկ նույնը չեք զգում։ Բայց այն ամենից հետո, ինչ մենք անցանք, ես սովորեցի, որ կյանքը շատ կարճ է, մեր զգացմունքների հետ անկեղծ չլինելու համար։ Լուիզան վերջապես գտավ իր ձայնը։ Գորգ, ես նույնպես ինչ-որ բան եմ զգում։ Բայց դուք ճիշտ եք, դա բարդ է։ Ես վախենում եմ, թե ինչպես դա կազդի իմ հարաբերությունների վրա երեխաների հետ, եթե չստացվի։ Հասկանում եմ ձեր մտահոգությունը, պատասխանեց նա։ Եվ լիովին հարգում եմ։ Ես հիմա պատասխան չեմ խնդրում։ Իրականում, ես այլ առաջարկ ունեմ։ Ինչ առաջարկ։ Կցանկանայի ձեզ ընթրիքի հրավիրել։ Ոչ այստեղ, ոչ որպես աշխատող տեր։ Ռեստորանում, որպես երկու մարդ, ովքեր ճանաչում են միմյանց այդ դերերից դուրս։ Լուիզան դանդաղ ժպտաց։ Դա ես կարող եմ ընդունել։
Գորգի դեմքին թեթացումը ուրախությունն ակնհայտ էին։ Հրաշալի է։ Ինչպես կլինի հաջորդ ուրբաթ։ Ուրբաթը կատարյալ կլիներ։ Հարմարավետ լռություն ընկավ նրանց միջ, լցված միայն այգու հեռվում քաղաքի գիշերային ձայներով։ Կարծում եմ, հիմա պետք է գնամ, վերջապես ասաց Լուիզան։ Վաղը երկար օր կլինի խնջույքից հետո մաքրության համար։ Իհարկե, Գորգը համաձայնեց։ Բարի գիշեր, Լուիզա։ Բարի գիշեր, Գորգ։ Մինչ նա հեռանում էր, Գորգը մնաց պատշգամբում, դիտելով աստղալից երկինքը։ Նա չգիտեր, թե ինչ էր սպասվում ապագայում, բայց առաջին անգամ երկար ժամանակ հետո նա իսկական հույս էր զգում։ Անցյալի ցավը միշտ այնտեղ կլիներ, Մարիամի կորուստը, Հեղինեի դավաճանությունը, այն տառապանքը, որին բախվել էին իր երեխաները։ Բայց հիմա կար նա բուժման, վերսկսման հնարավորություն։ Լուր առանձնատանը անցյալի վերքերը սկսեցին ապաքինվել։ Սոֆյան նորից ժպտում էր, ինչպես նախկինում։ Լուկասը ավելի ու ավելի էր խոսում, աստիճանաբար կորցնելով վախը։ Եվ Գորգը, մարդը, ով մի անգամ քողարկվել էր իր սեփական տանը ճշմարտությունը բացահայտելու համար, այժմ վերջապես կարող էր լինել ինքը նվիրված հայր բուժման գործընթացում գտնվող մարդ, մեկը, ով դժվարությամբ էր սովորել, որ աշխարհի ոչ մի հարստություն չի համեմատվում իսկական ընտանեկան սիրո հետ։ Մինչդեռ, վերին հարկում, Սոֆյան կանգնած էր եղբոր սենյակի դռան մոտ, դիտելով նրան քնած։ Իր ձեռքում նա պահում էր իր կենսաբանական մոր լուսանկարը, որը նա առանձնացրել էր ալբոմից։ Զգուշորեն, նա դրեց այն Լուկասի մահճակալի կողքի սեղանին, փափուկ արջուկի կողքին։ Բարի գիշեր, մայրիկ, շշնջաց նա։ Այնտեղից հոգ տանիր մեր մասին, լավ։ Կարծում եմ։ Հիմա ամեն ինչ լավ կլինի։ Եվ այդ գիշեր, առաջին անգամ երկար ժամանակ հետո, Մենդոյանների առանձնատան բոլորը խաղաղ քնեցին, առանց վաղվա վախի։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գորգի նրա երեխաների պատմությունը դիպել է ձեր սրտին։ Այսպիսի ավելի հուզիչ պատմությունների համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել, որը ուսումնասիրում է ընտանեկան կապերը իսկական սիրո ուժը։ Գտեք այն, սեղմելով ձախ կողմի հղումը։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին լայք դնել տեսանյութին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը, ճկունության ուժը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Անհամբեր սպասում ենք ձեր մեկնաբանություններին Մենդոյանների ընտանիքի ավարտի մասին։